ձեռներիցս, ոտերիցս քաշելով, տարան մտցրին պատվալ, ես գիտեի պետքա զրուստ լինի, ինչ լինի։ Ծեծ, ջարդ, կիսամեռ էի։ Ես միջև հիմա բանս նարուշն, ռեչ նարուշն մոյ։ Ատրճանակը ճակատից դրած, տրակեցին մի հատ ականջիսս կողով ու ատրճանակը ճակատից դրած, թե մենք հեսա գտիտենք այդ կադրերը։ Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Կխնդրեմ այսօր անպայման միջև վերջ մնալ, որովհետև այսօր մենք ցարսափելի բացահայտումներ ենք անելու, իրականությունն ենք պատմելու ձեզ, եւ այսպես մեր հյուրն է Խաչատուր Սարգսակը, ողջունում եմ ձեզ, պարոն Խաչատուր։ Օրգանալ ձեզ։ Ես շատ լավ գիտեմ, որ դուք այսօր շատ ասելիք ունեք, խնդրեմ, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ասելիքը երեքանում կարճ կլինեմ, շատ խոսալ չեմ սիրում։ Նախ կուզենայի քո թույլտվությամբ մի քիչ անդրադառնանք մեր անցած անգամվա եթերին, մոտ 3 ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում։ Այնտեղ շատերը արտահայտվել էին, շատերին ըստ իրենց ձեռագրի, նույնիսկ դեմքով եմ ճանաչում, ովքեր են։ Քաչ ծանոթ եմ, ու զարմացած չեմ։ Շատերը միամտորեն էին գրում, միտեղ գրած եմ, մոտս, բայց հիմա ձեռիս տակ չի, Մոսկվայում եմ թողել, ես հիմա հայրենիքում եմ։ Մարդիկ ասում էին ուր էիք, որտեղ էիք, մինչև հիմա չէիք, շնորհակալ պետք է լինեք Նիկոլին, որ ինքը բացահայտեց եւ այլ, կարճ կլինեմ ուղղակի։ Որտեղ էի։ Ես 15 թվից պայքարում եմ, ծառայելով եկեղեցում պայքարում էի դրա դեմ։ Մինչ օրս բոլոր պատարակների ժամանակ, երբ որ գովաբանել են Գարեգին Բ-ի անունը, պատարակի ժամանակ մաս կա այդպես։ Եվ Եզրասի անունը ես երիցս հրաժարվել եմ դրանցից։ Շուրը եկե եւ ինչպես հրաժարվում է սատանայից, ես հրաժարվել եմ Գարեգին Բ-ից եւ Եզրասից, քանզի իրենց էությունը արդեն անգիր գիտեմ։ 15 թվից ասում եմ, դրանից էլ դա պատճառն եղավ խորանից իջացնելը եւ այլ եւ այլն։ 18 թվին ես 12 օր նստել եմ Հացադուլի Սուրբանայի բակում։ 12 օր Հացադուլ եմ նստել։ Գարեգին Բ-ի հերասման համար։ Իմ մոտ եկավ Գարեգին Բ-ն, մի քանի արքիեպիսկոպոսներ հետ միասին։ Ինձ հրավիրեց Էջմիածին իր հետ խոսելու, ասեցի ես Էմբախտ եւ Հացադուլ էի եւ լրակյաց էի, խոսքցել էի, չէի խոսում, լրացու էի։ Վերջը, ասեցի որ ես կօգտվեմ առիթից եւ կգամ Մայրաթոր։ Եվ Հացադուլից դուրս գալուց հետո մի շաբաթ վերակազդուրվեցի եւ գնացի Մայրաթոր։ Երկրորդ հարվածս հետեղ եղավ, երբ որ ես գիտեի Գարեգինի պիղծ լինելը, ստոր լինելը, բայց ապուշ լինելը չգիտեի։ Դա այդտեղ առաջին անգամ տեսա իր ապուշ լինելը։ Այսինքն պայքարի Գարեգինի դեմ ոչ թե երեք ու այսօր նոր առիթից օգտվելով, այլ ճիշտ հակառակը։ Շատ վաղուց, դեռ որ մարդիկ քնած էին։ Նիկոլի պարագայում, Նիկոլ Փաշինյանի պարագայում ես ավելի քան վստահ եմ, երբ որ մենք գնում էինք հաղորդելու Էջմիածնում, որ վաղը գալիս ենք Էջմիածին, Գարեգինի կանչելու հարցազրույցի ժողովուրդ, եկեք գնանք հարցեր տանք Գարեգինին միասին։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը եկավ Վեհարան Գարեգինի մոտ։ Մենք գնացել էինք իրազեկելու եւ գնացինք Վեհարանի ընդունելության հետ լուսամուտների տակ միկրոֆոնով գոռում էինք։ Այնվաղ մեծ սեր ու հարգանք կար վարչապետի հանդեպ, որ խաբվեցինք։ Որ հարցեր տվեք հայրապետին, այդտեղ եք։ Սա իմ համոզմունքն է, որ միջև դա Գարեգինը վախվորած, սարսափած ապրում էր։ Հաջորդ օրը, երբ որ գնացինք արդեն Գարեգինի դեմ էլի պայքար Էջմիածնում, Գարեգինը հավաքեց իր պիղծ տեսակին եւ մի ջարդ կատարեցին, մեքենաները ջարդեցին, մարդկանց աշկունք հանեցին եւ Նիկոլի կառավարությունը հեշտ ու հանգիստ փակեց այդ ամենը գնաց։ Այսինքն իմ խոր համոզմամբ, որ Նիկոլ Փաշինյանը եկավ Գարեգինի հետ պայմանավորվածություն դուք գործ արա։ Մենակ ասում եմ, ինչ կնշանակեր $500,000, որ խոսակցությունները միջև հիմա գնում են։ Եկեղեցին նվիրեց Անա Հակոբյանի ժպիտների աշխարհ, թե ինչ բան ուներ, բարեգործական կազմակերպություն ուներ։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ի համար մեկ փրկիչն է եղել։ Սա այնքան ինչի վրայով ես եմ անցել, ինչին ես տեղյակ եմ եղել։ Նորից եմ ասում։ Սա ընդհանրապես նրանց համար, ովքեր ասում են ուր էիք կամ գող պետքա լինեք Նիկոլից, որ բացահայտեց, ոչ։ Նիկոլը չի բացահայտել։ Նիկոլը միջև հիմա չի բացահայտում։ Ինչևից է։ Սա ընդհանրապես նրանց համար, ովքեր ասում են, ես 15 թվից պայքարում եմ։ Անկացած պատարակի ժամանակ շուրեմ եկել, առանց գորալի, առանց աղմուկանելու, առանց որևէ մեկին խանգարելու, երբ որ գովաբանել են այնտեղ մաս կա հայրապետական գահին նստողի մասին, Գարեգին Բ-ի անունը շեշտելու ժամանակ
ոչ թե Վեհապար Հայրապետի անունը շեշտել, այլ Գարեգին B-ի անունը շեշտելու ժամանակ ես շուռը մեկ է դեպի արևմուտք եւ երիցս հրաժարվել եմ Գարեգին B-ից եւ Եզրասից։ Դա 16 թվից։ Մինչ օրս, այսինքն պայքարի մեջ ի տարբերություն այդ ինձ գրողների շատ վաղուց եմ, որի համար շատ էլ տուժված եմ։ Ես էլ կարող էի շատ հարմար դիրք գրավել, հաշտվել եղելության հետ եւ կուշտ ստամոքսով ապահով ֆինանսապես մեծ ձեռքբերումներով ապրել, բայց ընտրել եմ արդարության ու ճշմարտության ճանապարհը։ Ուզում եմ ասեմ, հանդիսատեսին խիղճ ունեցեք, գոնե ճանաչեք նոր գրեք էլի։ Իսկ մնացած գրողներին ասում եմ, ես ըստ իր ձեռագրի նույնիսկ դեմքերն եմ տեսնում, թե ովքեր են։ Սա այսքանը անցյալի մասին։ Ինձ է վերաբերվող, ով չի ճանաչում ինձ։ Լավ, քանի որ վարչապետի անունը տվեցինք, եթե թույլ տաս, երկու բառ էլ էստեղ խոսեմ ու անցնեմ առած, լավ։ Հա։ Սա իմ անձնական կարծիքն է, ժողովուրդ ջան, հարգելիներս։ Բացառված չի, որ ես սխալ լինեմ, բայց սա իմ անձնական կարծիքը, իմ կյանքի փորձից ելնելով, խոսում եմ ընդամենը կյանքից փորձից ելնելով, ոչ էմոցիաների տակ եմ ընկած, ոչ, չգիտեմ, ուզում եմ մեկն ու մեկին վատություն անեմ, իրոք չունեմ։ Նույնիսկ այն գրողների մեջ անցած անգամ հաղորդման մեկը ինձ վախեցնում էր զգույշ եղի խոսքերից հետ 650,000-անոց ընտրված մեր վարչապետի հասցեին չխոսես, թե չէ, չգիտեմ ինչ։ Ես կուզենայի այդ մարդու անուն ազգանունը գրել եմ, պետքա հուսամ կհանդիպեմ եւ այս մարդուց ինձ բարեկամ կսարքեմ։ Ես թշնամուց բարեկամ սարքող մարդ եմ։ Ես թշնամի չունեմ։ Եթե իմ թշնամին կա, դա սատանան է եւ Եզրասն ու Գարեգինը ձեռքի տված մարմնացյալ սատանաները։ Այո, դրանք իմ թշնամիներն են։ Ու եթե ունեմ երկրային մեղք, դա է իմ մեղքը, որ ես չեմ կարողանում, ես չեմ ուզում այդ դրանց հոգու փրկությունը։ Ահա իմ մեղքը, խոստովանվեցի։ Ես գիտեմ, որ պետքա ներեմ։ Բայց ես այդ մարդկանց չեմ կարող ներել։ Ու գուցե դա հենց մեր ամենամեծ սխալներն է, որ մենք ողջունելի չենք ողջունում եւ պատժելի չենք պատժում։ Դրա համար ենք անցնում այս վիճակին։ Ինչևից է, ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշային։ Այո, Նիկոլ Փաշային։ Ավելի ճիշտ թուրք Նիկոլ Փաշային։ Ասում եմ թուրք իր իսկ իրավունքով։ Ինքն է ինձ թույլ տվել, որ իրեն թուրք անվանեմ։ Բոլորը դեք լսել, որ նա ասեց, ինձ թուրք անվանեք եւ ես չեմ նեղանա։ Չեմ վիրավորվի։ Սա իր խոսքն է։ Ու չարություն չի իմ խոսքը։ Իր թույլտվությամբ ես իրեն թուրք եմ անվանում։ Ուրեմն թուրք Նիկոլի այո, կրկնվում եմ, անցած անգամ ասեցի, ասում եմ, նա անիծում է, չեմ անիծում, բայց իմ կարծիքով, որ այո, նա չունի փրկություն ոչ երկրի վրա, ոչ երկնքում, այո։ Նիկոլի արտահայտությունները արդեն խոսում են իր մասին։ Ինչ է նշանակում դժբախ, դժգույն Շուշի, հիշում եք, չէ՞ բոլորդ։ Դյունոտ գագաթները հիշում եք։ Արարատից հրաժարվելը ինչ է նշանակում։ Ով կտա դրա բացատրությունը։ Հիշում եք Եվրախորհրդի ժամանակ սուտ վկայություն տալը, թե Արցախին ոչինչ չի սպառնում, որ թուրքերը վարիթից շատ օգտվեցին ու աշխարհին ասեցին, թե ինչ եք ուզում այս մարդկանցից, մեզնից։ Հայաստանի վարչապետն ասում է, որ Արցախում ամեն ինչ նորմալ է։ Եվ աշխարհի բերանը փակեց Նիկոլը։ Հիմա մենք արտահայտում ենք Նիկոլին։ Գերիների հարցը ինչ է նշանակում։ Ով կբացատրի ինչ է նշանակում զոհեր հանուն ոչնչի։ Թե արդեն մոռացել եք։ Ինչ է, ով ինձ կբացատրի, ինչ է նշանակում իրական Հայաստան։ Նիկոլի իրական Հայաստանը այդ ո՞րն է, ես միջև հիմա չեմ հասկանում։ Նորից եմ ասում, ինձ թույլտվությամբ թուրք Նիկոլի իրական Հայաստանը ո՞րն է։ Ազգային ժողովրդի ամբիոնից հիշում եք գորալը, որ Հայաստանը կադաստարի վկայական չունի։ Հիշում եք թե չէ։ Դե ես ի պատասխան Նիկոլին եւ Նիկոլի կողքը կանգնած որոշ միամիտներին կամ գիտակցաբար Նիկոլի կողքը կանգնած հայատի ազգազաններին վկայություն եմ տալիս, որ իմ տոհմածառը 1722 թվականից իմ պատին խփած է։ Ես իմ պապերին գիտեմ, Ջուլգի Հարոն 1722 թվականին տեղափոխվել է արդեն Հայաստան։ Ալաշկերտից, Թոփրախալա Բերդ գյուղից։ Ջուլգի Հարոն մնացել է Էրգիր, իր 5 զավակները տեղափոխվել են։ Ոնց թե կադաստրի թող չունես։ Ես ինչ խոսում ես մարդը։ Նիկոլը գոռում էր, որ բարձրունքների վրայի խաչերը պետք է հանել, հիշում եք թե չէ։ Կամ իր ձևակերպմամբ եկեղեցին ճուլան են դարձրել։ Ուրիշ ձև չէ կարողանում մատուցել խնդիրները, հա, բայց ինչի որոշեց այս տարբերակով ճուլանը ո՞րն է։ Բար չկար էլ ավելի համապատասխան ու նուրբ կամ մի ձև ուրիշ ձև մատուցելու, թե ցավացնելը պարտադիր էր։ Որ բանակ անվտանգության առաջի պայմանը չէ, հիշում եք, չէ, այլ վերջինը։ Եվ այլն, շատ են էլ այդ բաները։ Արտահայտվեց չէ Նիկոլը, որ բանակը առաջի անվտանգության պայմանը չի։ Բա ի՞նչն է։ Ամբողջ աշխարհի համար դա է, Նիկոլի համար ոչ։
Էլ չասեմ, որ Հայաստանը իրոք դարձել է ոստիկանապետություն։ Երեք գնացի Մարտունի եկա, ամենայն ազնվությամբ։ Այդ ձև արեց մի անգամ Սերժի ժամանակ, ստրեչկայով դիմացի ոստիկանի մեքենան գալիս է ուղիղ ճակատից, հաղորդելով աչք քաշե կանգնեք։ Չեմ քաշե, աչք չեմ կանգնե, ուղիղ ես էլ գնացել եմ իմ ճանապարհով։ Ինքը քաշեց, սպասում է, որ պետք է հետևից զգային, բայց չեկան։ Այսինքն ոստիկանապետությունը, ոստիկանը կարա կանգնացնի քեզ ու մի абսուրդ բան չես հասկանում։ Կան, կարգ կանոններ կան, էլի կան, հանրարդարության պետք է ասենք։ Բայց հանուն արդարության Սերժի ժամանակ ավելի վատ էր կամ Քոչարյանի ժամանակ, այդ հարցով էլի, այդ հարցի մասին է խոսքը։ Համաձայն եմ, բայց Սերժի ժամանակ եւ Քոչարի ժամանակ դու գիտեիր, որ նրանք ստորեն եւ դու զգուշ էիր։ Հիմա այս մարդը ասում է, ես ստոր չեմ, ես բարի եմ, բայց այդ զգուշությունը դու կորցրել ես, բայց ավելի բեթարն է։ Այսինքն նրանք արդար էին։ Հասկանում ես։ Սա արդար չի։ Արդարային, այսինքն որ մենք վատն ենք ինձնից հեռու մնա, այդ իմաստով եք ուզում ասել։ Մենք գազանենք։ Սերժի Սաշիկի 50-50-ը նա ասում էր գործ ես դնում, իմ 50-ը հաշվի առ։ Բայց նրանք հանցագործ են, պետք է փաստել, որ ժողովուրդը լավ ընկալի։ Այս մասին խոսք չկա, ժողովուրդ նորից եմ ասում, ես վախենում եմ այս զրույցներից, սրանից եմ վախենում, երբ որ խոսում ես մի բանից, պիտակավորելը հենց վրաս գալիս է, բայց տեսար արդարացրեց Սերժին Սաշկին։ Ես նորից եմ ասում, անուն արդարության ավելին ասեմ, ու շուտ հապանցիկ անցնենք էլի, այս բոլոր անցյալ նախագահներից Սերժի, Քոչարի, Նիկոլի հանցանքները պետականության եւ ազգի առաջ, եթե գումարենք եւ բազմապատկենք հազարով, Լևոնի կեսը չի կազմի, բայց Լևոնի մասին հիմա չեն խոսում ոչ մեկ։ Լավ, ինչևից է, սա չբան չանենք էլ։ Նիկոլը պարապտել է ոչ միայն ազգու պետականությունը, այլ ամեն ինչ, ամեն ընտանիք, բաժանել սև ու սպիտակ, հիշում եք, չէ՞, այդ որտեղից եկավ սև ու սպիտակ, այդ ինչ արտահայտություններ ազգի մեջ դրել։ Այդ ինչ ում միտներ։ Լենդրո ջան, ես խաղարար մարդ եմ, բայց հրաժարվում եմ Նիկոլի բերած խաղաղությունից, հավատա։ Ես չեմ ուզում խաղաղություն չի լինելու, խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ ամեն ինչ արդար կլինի, երբ որ արդարություն չկա, չի կարող խաղաղություն լինել։ Երբ որ սահմանները արդար գծված չեն, չի կարող լինել խաղաղություն, բայց ես ընդունում եմ, որ ժամանակ ձգել պետք է այս պահին, քանի որ մենք այս պահին չունենք։ Մեր օրյա ամեն ինչ абսուրդի ժանրից է արդեն, ժողովուրդ։ Մեր ամեն ինչ բացատրել չի բացատրում։ Նիկոլը Գարեգին Բեի համար մեկ փրկիչն է, գիտենք մենք։ Լավ, ինչևէ էլ բան չանենք։ Ախր սարսափելին նա է, որ Գարեգին Բեն Նիկոլից է պահանջում ամուսնության վկայական ԶԱԳՍ-ի թուղթ, Նիկոլը Գարեգին Բեից է պահանջում ամուսնության վկայական եւ ԶԱԳՍ-ի թուղթ։ Հանդիսատեսը տեսնում է, ասում է երկուսն էլ ճիշտ են։ Բա վերջ, ասենք մի պիղծը մյուս պիղծին ասում է պիղծ։ Այս մի հատ զանգնուտի կրուկ։ Ով ում է մեղադրում չենք հասկանում։ Նիկոլից նորից եմ ասում, թուրք Նիկոլից երկար չեմ ուզում խոսամ ու այս իրավունքը ինքն է ինձ տվել։ Նիկոլ Փաշինյանը իր բերանով ասեց ինձ ասեք թուրք եւ ես չեմ նեղանա։ Այո, ինչպես եւ ինձ եթե ասեն հայ, ես չեմ նեղանա։ Ճիշտ հակառակը։ Երևի նա էլ է ուրախանում, որ իրեն թուրք են ասում։ Բայց նա թրքամետ չի ասեմ, նա ռասամետ է։ Սա հաստատ իմացեք։ Այ։ Լենդրոջ, հայրապետական գահին եւ պետության գահին նստող մարդկանց միջև 7 պորտ պետք է իմանանք ովքեր են։ Ես մի ժամանակ այս իմ վրա առաջի անգամ որ հարցակողեցին, ասեմ Մոսկվայից մենքան են այն Սալարևո մետրո նոր են սարքում, ոտքերս արմատուրեքով ջարդել, իմ մեքենայի հետևը գրած էր «Ты предупрежден»։ Ռուսերեն դու զգուշացված ես։ Ինչ հարց կա, որ ես արդեն անցել եմ, հավատա։ Ես մի բան կար իմ վրա, Աշոտ Բոլյան անունով մարդ կար։ Սա եկեղեցում սպորտ կոմիտեի, չգիտեմ ինչ էր, կաբինետ ուներ վերևում ընդունարանում Եզրասի մոտ։ Սա եկավ, չգիտեմ ինչ էր, ավտարից այդ տղա էր, ինչ են կոչվում իրանք, չգիտեմ։ Երկու անգամ հանդիպել եմ Ուրյուկ ռեստորանում։ Սա ինձ ասեց, որ եթե քեզ կխփեն, էլ ասում, եթե խփողը հիմա չխփի, ես ոնց հասկացա ինքը պետքա լիներ։ Քեզ ուրիշները կխփեն։ Ու ասեմ, երբ որ դուս եկանք աղջիկը զանգեց, իմ աղջիկս հեռախոսը վերցրի, ասես պետքա պատասխանեմ իմ աղջիկնա։ Խոսելուց հետո որ դուս եկանք, ավարտից խոսքի։ Աշոտ Բոլյանը ինձ 10,000 ռուբլի փող խնդրում եմ քո աղջկան մի բան կարողանես։ Լենդրուշ ամենայն ազնությամբ ես ասացի, սա ինձ խփեց։ Մի տեսակ բանը ոնց որ մեղքագին տա ինչ ու քայլելով դեպի մետրոն սպասում էի, հեսա խփ, հեսա ծակ կզգամ, հեսա պետքա բան լինի, մտածում եմ թե սպավարոտը թեքեմ ուշացնի, էլ ինչի չի խփում տենց։ Հետո մի ամիս, 2 ամիս հետո իրան խփեցին։ Ուզում ասեմ, ես խոսել եմ, նույնիսկ ինձ ով պատվեր է ստացել ինձ խփել, նրանց հետ եմ խոսել։ 2 անգամ եմ հանդիպել այդ Աշոտ Բոլյանին, մի անգամ ուտել ինչ փողոց էր, մյուս անգամ Ուրյուկ ռեստորանում հանդիպեցինք, ինքն էր հրավիրել։ Ինչևից է
Եզրասի մասին ուզում ես ես քեզ մի երկու կադր ուղարկեմ, այս մոնտաժ կանես կդնես սրա մեջ, եթե ցանկություն ունես դու։ Շատ լավ։ Եզրասի ով լինելու մասին էլի։ Եզրասը սարսափելի մի գազան է։ Եզրասը ինձ խորանից իջացնելու պատճառներից մեկը նա է, որ ինձ քահանաներն ասում էին, որ քաղաքականության մեջ իրանք չունես խառնվելու եւ այլն։ Հիմա տեսնում եմ Եզրասը գալիս է ցույցերի Հայաստանում մասնակցում։ Հիմա տեսնում եմ Մոսկվայում գնում են դեսպանատան դռներն են կանգնում։ Այդ այն մարդներ, ով ինձ արգելում էր հայրենիքին տեր կանգնելը։ Հիմա այդ մարդը հայրենիքի դեմ աշխատում։ Ժողովուրդ, այս մարդը այս քանի ստանդարտով ապրում։ Քանի գույն ունի։ Եզրասը իմ ծննդյան օր ինձ մի նվեր արեց։ Ես քեզ կուղարկեմ մի փոքր հոդված, փոքր, շատ փոքր։ Ծննդյանս օրով ինձ մի նվեր արեց, որ կյանքում չեմ մոռանա։ Փետրվարի 5-ին էր։ Կիրակի օրով ասի կգանք մենք մեր շրջապատով պետք է նստենք ու Եզրասը նվեր արեց իր։ Եզրասի մասին հիմա խոսում եմ, նույնիսկ չգիտեմ, ինքս իմ խաղաղությունը կորում է, երբ որ խոսում եմ Եզրասի մասին։ Սրա պիղծ լինելը սահման չունի, ուղղակի սահման չունի։ Հիմա ես կուզեմ, որ դուք բացահայտեք այն պիղծ գործողությունները, որոնք որ իրանք կատարել են ձեր նկատմամբ։ Օրինակ, Կիրակի օրով պատարակից քաշելով Եզրասի ախրանան, իսկական ախրանան, ազգությամբ ռուս։ Դրանք եւ Եզրասի լակոտները կարելի ասել։ Ձեռներիցս, ոտերիցս քաշելով տարան մցրին պատվալ, ես գիտեի պետքա զրույց լինի, ինչ լինի։ Ծեծ, ջարդ, կիսամեռեի։ Ես միջև հիմա բանս нарушен, речь нарушен мой։ Մի քիչ ծնոտս в общем, այդ դեպքից էսկոմ речь нарушен իմ, խանգարված է խոսակցականս։ Ատրճանակը ճակատից դրած, տրակեցին մի հատ ականջիսս կողով ու ատրճանակը ճակատից դրած, թե մյուսը կլինի իմ որդիների անունը տվեցին։ Ես հիմա եկեղեցի չեմ գնում մեկ պայմանով, մենք պայման ունենք։ Ես չեմ գնում այն եկեղեցին, որտեղ Եզրասն է, եւ նրանք հերո են մնում իմ ընտանիքից։ Հələ որ այդ պայմանը գործում է, ես չեմ գնում այնտեղ։ Մի խոսքով ձեզ առևանգեցին եկեղեցուց, քաշ տալով։ Այո։ Քաշ տալով։ Փոքր մաս իհարկե, շատ թեթև մաս կուղարկեմ։ Մենք հեսա կդիտենք այդ կադրերը։ Եկեղեցու ստայանքում եմ վիճակս։ Այս սա վիճակս։ Սա եկեղեցու ստայանքն է։ Այսա ցույց տամ, որտեղ ինչ կատարվեց, այս ամեն ինչ կատարվեց այստեղ։ Այստեղ կատարվեց ամեն ինչ, ջարդվեցի, մարուքս կտրվեց, կեցես, Եզրաս սրբազան, կեցես, սպասենք Տիրոջ դատաստանին։ Սա պատվալն է, որ մտնում ենք։ Սա էլ եկեղեցին է։ Ասել իմ վիճակն է։ Ուրեմն, բանը, դրանից հետո, հասկանում եք Եզրասիով լինելը։ Նախ 16 Մեկ վայրկյան, ձեզի քաշ տալով տանում են պատվալ, բռի ուժով, պատվալում ծեծի եք ենթարկվում, հա։ Անգամ դա հենց եկեղեցու պատվալն է, հա։ Պատարակի ժամին։ Այսինքն դա գտնվում է պաշտի խորանի տակ, հասկանում եք, նրբությունները այստեղ կարևոր են։ Վերևը խորանը։ Ես ուզում եմ մանրամասնել հենց դրանք, որ ժողովուրդը հասկանա, որ այնտեղ որտեղ որ ձեզ տարել են, այդ տարածքն է պատկանում եկեղեցուն եւ ոչ միայն պատկանում է եկեղեցուն, այլ հենց խորանի տակն է։ Եկեղեցու խիստ հսկողության տակն է ու խորանի տակ մոտավորապես, այսինքն վերևը ես ուզում եմ հասկանալ Եզրասի թատրոն խաղալու աստիճանը։ Թատրոն խաղալու աստիճանը։ Սրա մեջ մեծ արտիստի տաղանդ է մեռնում։ Դա լավ արտիստ կլիներ։ Լավ, ինչու համար էին ձեզ ծեծի ենթարկում։ Չեմ ենթարկում, ես Եզրասին չեմ կարող ենթարկել նրա պիղծ սրանգներին։ Եզրասն էլ մեկ լեզու գիտի, ընդամենը ֆիզիկական ոչ են, нет человек, нет проблем։ Ահա իր ծրագիրը։ Այստեղից էլ իր բոլոր իմ վրա ուղարկած թե կիլլերներին, թե
Մինչև ասում եմ դռներից դեմ ես տեսնում եի ովքեր են գալիս, հետևում մեքենայի հետևը գրած տիպի դուպրիժդիոն։ Եվ ինչ Իսկ տեսնամի չունեմ։ մկրատով կդրեցին ձեր մուրուքը։ Դա արդեն երկրորդ անգամ մկրատեր ես չէի տեսնում, դա ինչ էր, ինձ թվում է կտրող բաներ, որտեղ հարվածներով էդերկաթի կողով իմ բժշկական բանը կա այնտեղ, ուղղակի ցնցում եմ ստացել նույնիսկ շարֆով խեղդվեցի, ես չեմ զգացել ոնց, որտեղ շարֆով խեղդում են մոտ 7-8 հոգի էին, երիտասարդներ էին։ Շարֆը վզիցս քամեցին ու շատ հապ եմ եղել, ճիշտ ասած այդ պահը չեմ զգացել։ Բարձրացա գետնի վրայից, Էմպայ աշկերտս բացի գետնի վրային բարձրացա, արդեն մորուքս վան խուզած էր։ Չեմ զգացել պահը, խեղդված եմ եղել։ Շարֆ կար վզից, շարֆով խեղդել էին։ Կար ինչ-որ մի հոգևորական, որ այնտեղ էր, թե միայն այդ իրանց շակերտների մեջ կոչված լակոտ լուկուտներն էին։ Լակոտ լուկուտները, երբ որ այդ կրակողի վրա, երբ որ կրակեց, այդ խոսքերը ասեց, ես իրեն ասեցի, որ տղա ջան, դու սխալուղությամբ կրակեցիր։ Ունես այդ զորությունը, քաջությունը ճակատից կրակի, եթե ոչ դու վախկոտ գյադա ես։ Այս քո արածը բան չէր։ Կրակողը ներողություն խնդրեց իմիջիայլոց ասեմ։ Այդ դրանից հետո պատարակը ավարտվեց, այդքան ժամանակ այդ առաջի խորանի տակ մոտարապես այդ քաշքշուկ արդեն խոսակցություններ գնում։ Բա մենք այս հոգևորականներին կկանչենք, ես իրենց ասի որ տղաներ, դուք կփոշմանեք ձեր արածից, որտեղ այս խնդիրը ձեր լուծելու խնդրեմը չի։ Սա հոգևոր հարց է եւ հոգևորականները կարան սա լուծեն։ Դուք օգտագործում եք ընդամենը։ Զգուշ եղեք, դու սրատակից չեք կարա դուրս գաք։ Երբ որ եզրոցից հետո իրանք իրոք հասկացան ինչ են արել, ու ես իրենց այն ժամանակ էլ ասի որ սա այս արտահայտությունները հայյանքի իսկական եզրասի դպրոցն է, աստիճանները։ Վերջը, երբ որ ասի սա հոգևորականները կարան այս արդեն լուծում տալ, դուք մոլորվել եք ու չգիտեմ ինչի, ուզում եք շատ հաճոյանալու համար այս քայլին եք գնացել, բա մենք հեսա հոգևորականներին կկանչենք։ Մեկը լավ տղա, հարցրեցի ով ես դու այս հարցի լուծումի համար։ Ավտորիտետ ես, գողական ես, ոստիկան ես, ով ես դու։ Բա ես լավ տղա եմ, ինձ այդպես են ճանաչում։ Ասել դե լավ տղա։ Հիմա դու սրատակից չես կարա դուրս գաս, որտեղ մենք պետք է հանդիպենք սրանից հետո էլ, բա չէ, որ ասում ես հոգևորական, ես հեսա հոգևորականներին կկանչեմ լուծենք։ Ու կանչեցին հոգևորականներին մի 7-8 հոգի չի, հատ։ Ինքը չգիտեր որ դու հոգևորական ես։ Ինքը գիտեր, բայց բարձրաստիճան հոգևորականներ քահանաներին պետք է կանչեր, որ այդ հարցը լուծեին։ Ես այս գլխարկով 100 տարի եմ արդեն։ Ես քանի գնացել եմ եկեղեցի, այս գլխարկովներով եմ գնում։ Լավ, մեկ վարք։ Ոնց աղաց ճանաչել։ Այդ մարդիկ ձեզ առևանգեցին եկեղեցու ներսից։ Եկեղեցու ներսից առևանգեցին, հանեցին եկեղեցու հայաթով։ Ու մարդ չկար եկեղեցիում։ Հավատացյալներ չկային։ Լենդրոջան, ինձ մեր հավատացյալները շատ անգամ ասում եմ, ինձ Չէ, ես սովորական աշխարհիկ մարդիկ չկային, որ աղոթում էին այդ պահին, եկեղեցին եկեմոմ էին վառում եւ այլն, չկային մարդիկ։ Կային։ Ու մարդ են առևանգում, ոչ մեկ ձեն չհանեց։ Չէ, դա եզրասի աշխատանքի ներքո է, այնտեղ ոչ մեկ ոչի բան չի ասի։ Բոլորն էլ ուզում են հաճոյանալ եզրասին։ Դրա համար ես ասում եմ, արդարացիորեն ասում եմ, որտեղ եզրասի հոգին, այնտեղ եզրասի կողքը կանգնողի հոգին թող լինի։ Որտեղ Գարեգինի հոգին, այնտեղ ես Գարեգինի կողքը կանգնածների հոգին թող լինի։ Իսկ ես ավելի քան վստահ եմ, որ այս մարդիկ դժոխների ներքին դժոխներում կպահպանվեն։ Մեղա Աստծո նորից եմ ասում, թող չգրեն, որ չարախոսեցի։ Ոչ, ըստ իրենց արժանինի, սա ոչ օրհնանք է, ոչ անեծք։ Իդեպ մեկ փաստ իմ անցյալ հյուրներ Սուրեն Սարգսյանը եւ նրա խոսքերով իհարկե նա ասաց, որ այդ եկեղեցին կառուցվել է գողացված քարերով, հա, տուֆերով գողացված։ Դուք տեղեկություն ունեք այդ ամենի մասին։ Այո, ես այդ մարդու հետ հանդիպել եմ Սուրբանայի բակում, երբ որ պայքարում ենք, այո, Գարեգինի դեմ 18 թվին եմ հանդիպել, այդ մարդը խոսեց։ Ես լսել եմ, ես ավելին գիտեմ, մարդ եմ ճանաչում, ասում է զանգեցինք եզրասին, ասում ենք եզրաս, այստեղից պատուհաններ են տանում, քո մոտից պատուհաններ են տանում, ասում է ինչ պատասխանի եզրաս, ասում է ազնիվ խոսք, ես դրա մեջ փայ չունեմ։ Ասում եմ մենք տեսանք որ ոչ թե ներս են տանում, այլ դուրս են տանում։ Նրան թվացել է թե հասկանում եք Լենդրուշ, եզրասը չկայացած Նազարի բախտով աթոռի նստած միազնավորություն, նա միջև նա չկայացած է։ Լեհապերը դերը նստացրել այնի ուր հոգևորական նոր։
Դե միանշանակ ինքը հիմա լավաշի ցեղ դրած ուրախանում իրանց ցեխավիկի տեղ զգալով լավ ազգում։ Կներեք էլի, բայց այդ ինչ ընտանիք է, ես չեմ հասկանում, որ սաղ ընտանիքով ցեղով բան տերտեր են դարել, հա, դժիգեմ։ Շատ հիանալի հարց է։ Մի քրոջ տղուն է, Զարմիկին են ձերբակալ է, մի չգիտեմ ընդ ոնց է ամեն ինչ, հələ դեռ ամեն ինչ նոր է, նորմալ հայտարարությունները դեռ չեն եղել, մանրամասները կարգին դեռ չգիտեմ, բայց ինչ քրոջ տղեն հոգևորական թեմի առաջնորդ, աղբերը թեմի առաջնորդ, ընդ չգիտեմ ելով սաղ ցեղը ոչ եմ թեմի առաջնորդ, բա հետո էս ինչ է, ու սրանց հələ պաշտպանող կա, սրանց մասին հələ մտածող։ Ավելին ասեմ, Այ լրագրողները են, որ վիդեոներ են անում, ասում են, վայ, ասում են, մեր եկեղեցին անտեր թողեցին։ Իրանք եթե ինքը քո եկեղեցու տերն է, ես չգիտեմ, ուրեմն մի անտեր էլ դու ես էլի, եթե այդ մտածելակերպի մարդ ես։ Ուրեմն տեսեք, ավելին ասեմ, Մոսկվայում իմ ծառայության ժամանակ, երբ որ նոր եկեղեցի նորակառույցի պայծառակերպությունը կառուցվում էր, մի քրոջ որդին, երկու քրոջ որդիներն էլ տիրություն էին անում եկեղեցու մուտք ու ելքը։ Այն մյուս քրոջ որդիներն, երկու քրոջ որդիներն էին։ Եկեղեցու մեջ աշխատողները, Եզրասի, դասընկերնա, համագյուղացինա, չգիտեմ, մանկական ընկեր, այնտեղ ուրիշ մարդ չկար, ուղղակի չկար։ Ու ավելին ասեմ, ես չեմ տեսել քան ծառայության ժամանակ, որ Եզրասի կողքը կանգնած ծառայող այդ մարդկանցից որևէ մեկը գար հաղորդություն ստանալ։ Չեմ տեսել։ Ոչ մեկը չի եկել հաղորդություն ստանալու։ Ավելին ասեմ, այս բոլորից վերջերս ես այստեղ արդեն հայրենիքում մի 4-5 օր առաջ զրուցի մի տեղ էինք հանդիպման արարողության, ասում է Գարեգին բին ասեցինք դեսքան ծախսենք, արի եկեղեցի ենք սարքել, թող բացմանը հայրապետին հրավիրենք։ Թեմի առաջնորդը այն վաղ, այն ժամանակվա, հիմա Ուկրաինայում է, մոռացա ով էր։ Վերջ ասում է, հա տղեր ջան, դա սկսում է $15,000-ից։ Որպեսի հայրապետը գա եկեղեցի ոցմանը մասնակցի, դա սկսում է $15,000-ից։ Իսկ եկեղեցին կառուցել են համագյուղացիները իրենց գումարով, բայց ճակատին գրած է Գարեգին բի օրհնությամբ, թե ինչ մասնակցություն ունի, չգիտեմ։ Այսինքն, ավելին ասեմ, շողակաթ հեռուստատեսություն հրավիրելու համար, եթե չեմ սխալվում, $4,000 տվել են, որ շողակաթ հեռուստատեսությունը գա լուսաբանի։ $4,000 իրանց 15 հոգի դիտումով։ Երևի, բայց դա ստաքսա է, ստանդարտ է։ Այսինքն սա առևտրությունին նման դուք ուշադրություն դարձրեք, իրանք այնքան վատ են ամեն ինչը կատարում, որ անգամ իրանց ալիք շողակաթը, հա, ոչ մեկին հետաքրքիր չի։ Չեն նայում, որտեղ չեն նայում, հավատացյալները չեն նայում, նայում ես շողակաթի դիտումները 400 հոգի, 500 հոգի, այսինքն դուք այնքան վատ են իրանք աշխատել, որ ամենտեղ, լավ, գիտեք ես ինչ եմ ուզում ասել, ես ուզում եմ ասեմ կապ չունի որ եղել է, հա կարող է օրենքի բանով Ռուսաստանի դաշնությունում բան, այդի Ռուսաստանի դաշնությունում թող ձեր ոնց որ ասма դատապաշտպանը այդ հարցը լուծի, բայց ես ոչ եմ անում հայ մարդկանց, կապ չունի որ դա եղել է Ռուսաստանի տարածքում, դա իմ եկեղեցում է եղել, իմ եկեղեցում, եւ պետք է այս մարդիկ անգամ Հայաստան մտնելիս պետք է պատասխանատվություն ենթարկվեն։ Մարդիկ փախցնում տանում եք եկեղեցու տակը, հա, կրակում եք, ծեծում եք, մուրուքն եք կդրում, ուզում եք հոգեվորականին ցածրացնել այդ ամեն։ Տես բան մեկ էլ գիտեք ով էր արել մուրուք կդրել, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանը Գյումրի։ Կարծեմ մի անգամ հոգեվորականի մուրուք էր կդրել, մի անգամ կապ չունի, եթե հոգեվորականը սխալ էր, բայց դու ինչ իրավունք ունես տանես մարդու մուրուքը կդրես, մթոն բան, քաղաքապետես վերընկի տեղդ։ Իսկ ինչ։ Անդրեյ ջան, իմ դեպքից հետո ես եկա Հայաստան, Էրմիաստան կա կարգապահական խորհուրդ։ Անբարոյականների ծանոթները տիրել են մեր եկեղեցին, կներես այդ բառի համար, բայց ես էլ ուրիշ բառ չեմ գտնում։ Անբարոյականների ծանոթները տիրել են մեր եկեղեցին այսօր։ Ինչ որ իրանք նստում որոշում են թողում, էդի նրանից է որ ոչ մեր երկիրն է երկիր, ոչ էլ ձեր երկիրը նկատի ունեմ այնտեղ որտեղ որ դուք ծառայություն եք տվել Ռուսաստանում, ընդ ով ինչ ուզում, ոնց ուզում դեն ծանում, մի հատ բարդակ երկիր ու ավելի վատ նրանք են որ Հայաստանը ուզում են տանել Ռուսաստանի տակ, այսինքն բարդակը տանում ես ուրիշ բարդակի, քո երկիր, քո տունը ուզում ես տանես բարդակնոց սարքել։ Էսա քո։ Եթե դու դաս երկու բառ ես Ռուսաստանից էլ կխոսեմ, քանի որ քաղաքացին եմ այդ վերության։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ երբ որ այս դեպքը եղավ, ես եկա Հայաստան, քաղաքապահական խորհրդար, ոսկան մոռացա։ Ինչևից է դիմելը, որ նման հարց կա, պետք է հաղորդությունից զրկել այն Եզրասը 16 թվից։ Թող ինձ որևէ մի հոգևորական բացատրի։ Ինչ իշխանությամբ կամ որ կանոնի համաձայն կարող են մարդուն զրկել հաղորդությունից։ Թող որևէ մեկը բացատրի։ Քանի անգամ ասել եմ, բացատրեք իմ մեղքը, ասեք, պատիժս տվեք, գնում եմ, ինչ եմ անում, քանի ամիս եմ ճգնությամբ ապաշխարության կարգ նշանակեք ժամանակ, ասեք մեղքս։ Դատարանը որ դատարանը ասում է, այսինչ մեղքիդ համար այսքան տարի դատապարտված ես։ Եղբայր մեղքս ասեք, դուք խորանից իջացրել եք, չեք ասում ինչա կատարվել։ Դուք այս ձև
սպանության միջև աստիճանի մարդիկ եք ուղարկում վրաց, չեք ասում ինչա կարգապահական խորհուրդն եմ գնում, չեն բացատրում, որտեղ օրենքի դուրն եմ գնում, օրենքը չի խոսում, բռնապետության մի բանը, ցիկլ կրուկ, չես կարա գտնես ում դիմես, որ այս հարցին լուծում տան։ Բոլոր տեղելով անցել են, որ մասով պետք է անցնեմ, ասեք։ Ում պետք է դիմեմ, որ արդարությունը գտնեմ ես։ Հարգելիս, մի հատ ավելի ցավալի բան ասեմ, հիմա դուք ասում եք ձեզի խորանից իջացրել են, ոչ մի բացատրություն չեն տվել։ Այդ իրեն սրբազանին քարքալույց են արել, ոչ մի բացատրություն չեն տվել։ Ոչ միայն լուսահոգի Տեր Մարտիրոս քահանային, որ այն նա քահանա էր։ Քարքալույց արեցին մեկ պատճառով, երբ որ եկեղեցուց դուրս էին գալիս, մարդիկ ոնց որ գրթանը ձախերի հետևից վազում էին Տեր Մարտիրոսի կողքը։ Սա դուրը չեկավ Եզրասի։ Եվ Եզրասը Տեր Մարտիրոսը գալիս է պատարակի ժամերկության, ասում արդեն դու քահանա չես։ Այսինքն, всё, բրծավ։ Ոչ հրաման կա, ոչ պատճառ կա, ոչ ապաշխարություն կա, ոչ մի բան։ Դու արդեն քահանա չես, всё, բրծավ։ Դիկտատուրա։ Ավելի սարսափելի մի բան է, սա պղծության, աստորության, ամենաթողության, անպատժելիության մի հատ այս մարդիկ շատ վստահ են իրանց վրա, որ ինչ էլ անեն չեն պատժել։ Խնդրեմ։ Լավ, հիմա որ շատ չի զգզգենք մեր հաղորդումը, ես կուզենամ որ դուք առաջարկեք լուծումները։ Եկեղեցու փրկություն ազատագրումը։ Հարգելի Լենդրոշ, տեսեք, դուք լսեցիք իմ կարծիքը պետության ղեկավարի հասցեին։ Ես կրայնի բացասական եմ։ Ես նորից եմ ասում, ինքս խաղարարար լինելով ես հրաժարվում եմ Թուրք Նիկոլի վերած խաղաղությունից։ Դա խաղաղություն չի։ Դա անցյալը ուրացումը, ապագայի կործանումը։ Սա փաստ է։ Սա անձնաշ։ Հարգելի Լենդրոշ, երկրի հակառակ կողմը գրող գիրքը, այդ գիրքը կարդացեք ու ասեք, այդ գիրքը գրող մարդը կարա դες խաղաղություն բեր կամ ինչ ոգով էր լսված այդ մարդը այդ գիրքը գրելուց։ Ու ամեն ինչ པարզ կլինի։ Հարցի լուծումը հետևյալն է։ Ամեն ինչ պետք է անել հայրապետական գահը մաքրելու համար։ Ամեն ինչ։ Հայրապետական գահը մաքրվեց, արժանապատիվ, ազգընտիր, սուրբ հայրապետ ունեցանք, 100 հատ Նիկոլ Փաշա դրեք։ Ոչնչություն են, մենակ հայրապետական գահը մաքրեք։ Մնացածները ինքնըստինքյան կմաքրվեն։ Ով պետք է մաքրի։ Ժողովուրդը, միմիայն ժողովուրդը։ Կառավարությունը չի մաքրի։ Նորից եմ ասում, սա Նիկոլ Փաշինյանի այն որ Գարեգինը կհեռանա դա գիտենք, բայց ես վախենում եմ որ սա Նիկոլ Փաշինյանի բռնեմ թողեմ օպերացիան է։ Քոչարյանի 8 տարի է բռնում թողում, 7 տարի է, 8 տարի է բռնում թողում։ Այո, նորից եմ ասում, Ռոբերտ Քոչարյանի հանցագործ լինելը ով չգիտի։ Այդ ինչ արեց, բռնեց տարավորենքի դաշտ, լվաց, մաքրեց, պուպուշացրեց ու բաց թողեց։ Օրենքով։ Տղուներ տարավ նստացրեց ազգային ժողով։ Հիմա Գարեգին բին, հարգելի Լենդրոշ, 100 հատ այլ պատճառ կա, որ կարելի է գնալ միանգամից սկանդալել։ Այս ինչ խաղա կուսակրոնության հարցը քո լուծելու հարցն է։ Օրենքի, օրենսդրության որ հոդվածի համաձայն ես գնում, ասում ես դու կինակցել ես ինչ կնոջ հետ, քեզ բռնում են։ Այդ որ օրենքի համաձայն է։ Դու բերում ես էլի հոգևոր կոնդակտները, էլի հոգևորականների փաստաթուղթ է։ Դու աշխարհիկ մարդ ես, ասա օրենսդրորեն որ։ Եթե հոգևոր դաշտում մարդ չկա, որ սրանց վրա կարող է հաստատել։ Պապետի ես ելեմ, գիտես ինչ կանեմ, որ ասում են, ես ելեմ զորքը կմցնեմ, սաղին ուժով կանեմ, դուք կշպրտեմ։ Ուրեմն պետությունը ուժով պետք չի հանել։ Բա ինչով հանել։ Ասեմ, թո հեքիաթ պատելով չեմ ասում, օծ չի բանանեմ, դուդուկ նվագեմ ինքս էս հելնի։ Դրանց պետք է բռնես հանես տաշելով հանես դու շպրտես։ Տանես վերցերը արժեքներ, որը ազգային է։ Ազգային արժեքները այդ Գարեգին բան արդեն ոտնատակ արը, ինչ ազգային արժեք։ Մենք հանե տվել է սրան նրան ինքը հանե ծախել է, ինչ ազգային արժեք։ Ես նորից եմ ասում, այ հենց դա հիմք պետք է վերցնել, օրինակ մեր մագաղատները։ Ես մեծ կասկած ունեմ, որ Մեսրոպ Մաշտոցի լսեք, հարգելի Խաչատուր, եթե մենք, նայեք, մենք մուսուլմաններին անուն են կպցնում։ Հա, ճիշտ է։ Ճիշտ է։ Չեմ կպցնում, ինչ է։ Չէ, չեմ ասում դուք, դե մենք մեր հանրությունը իրանք մուսուլման են, բան, sense բաներ խոսում են, չէ։ Լսեք, Թասիբի մասին եմ խոսում։ Ես համոզված եմ, եթե այսպիսի դեպքեր, ինչը որ եղել է մեր եկեղեցում, հա, եկեղեցու ներսում, իրանք եկեղեցին չեն, որտեղ սա կասեն էլի մերիկ։ Մեր այս հոգևորականները այսպիսի բաներ անեին, չգիտեմ, Պարսկաստանում, իրանք հրապարակի մեջտեղը կռանով կկախեին։ Եղբայր, հենց ցավալին սա է, ես նորից եմ ասում։ Եկեք զննենք իմ ճանապարհը, ինչով պետքա
Սա անհամեստություն չթվա, բայց ես իմ կյանքով ապացուցել եմ, որ ես տերն ու ծառան եմ իմ երկրի եւ իմ ժողովրդի եւ մեծ սիրով ծառայում եմ ազգիս եւ եկեղեցուս։ Բայց արի տես, որ իմ տեսակը հոգեվորականների ձեռքով սպանվում է։ Այսինքն մեր ազգովի բազում խնդիրներից մեկը նա է, որ մենք ողջունելին չենք ողջունում, պատժելին չենք պատժում։ Այստեղից ծնվում է ամենաթողությունը։ Ինչը մեծ վարպետությամբ օգտագործում են այսօրվա անհոգի հոգեվորականները։ Պետք է լուծի։ Հոգեվորականները չեն լուծելու։ Ժողովուրդն էլ չի հելնելու դուս երկիրը ասաղ եկեղեցիներ էթա հաթածա ջոգ եսի լավ հոգեվորականներ էսի վատ հոգեվորականներ էսի լավներ էսի վատներ։ Պետք է պետությունը լուծի եւ դրան հաջողություն Եթե պետությունը, ուրեմն հարգելի Լենդրոս, եթե պետությունն է լուծում, ուրեմն պետությունը պետքա ճիշտ տեղից բռնի։ Այդ ուրիշ բան, այդ համաձայն եմ։ Ինչքան մեր Գեղարդի օտարումը վերցրեք փաստ եւ Գարեգինին հստեղում կարակ ձերբակալեք։ Այդտեղ համաձայն եմ, որ պետքա ճիշտ աշխատի, բայց ոչ թե պետությունը պետք է լուծի։ Հենց պետությունը պետք է լուծի։ Եկեղեցին պատկանում է պետությանն է։ Ոչ թե պետությունն է պատկանում բանը եկեղեցուն։ Այո, ես գիտեմ դուք ինչ եք ուզում ասել։ Եկեղեցին, ժողովրդինն է նույնպես։ Բայց երբ որ մենք ունենք անկախ պետականություն, մեր համար առաջնահերթություն պետք է լինի։ Ոչ թե հավատքը, այ պետությունը։ Եթե մենք պետություն չունենանք, մենք չենք կարող ունենանք ոչ հավատել, ոչ եկեղեցի էլ։ Տես ինչ եմ ասում։ Կարող է տարօրինակ շերտը իմ շուրթերից հնչի, բայց նորից եմ ասում։ Օրինակ, այսքան որ նորակառույց եկեղեցիներ են կառուցում, ես ուղղակի լրացնում եմ քո խոսքը, որպեսզի པարզ լինի։ Ես չեմ հասկանում իմաստը այդ եկեղեցու, եթե պետություն չունես եւ աղա քանդելու են։ Արցախը վկա։ Թուրքը գա քանդի, ռուսը գա քանդի։ Եվ այլ, շատ կան։ Մոսկվայում 37-ին Սուրբ Խաչը ոնց տրաքցրեցին։ Մեծ եկեղեցի Սուրբ Աստվածածին ոնց քանդեցին Մոսկվայում։ Հիմա միանշանակ պետություն կերտելուց հետո, ամուր պետություն կերտելուց հետո եկեղեցին պետքա լինի հիմքի մոցը։ Ամուր պետություն կերտում է ազգի ոգին, առողջ ոգին ունենալու դեպքում։ Դա հոգևոր աշխարհն է։ Եկեղեցին մաքրվելու պետությունը, եթե մաքրում է եկեղեցին, եկեղեցին էլ է պետություն։ Ես որ ասում եմ ժողովուրդը պեն, այդ ժողովուրդն էլ է պետություն։ Հասկացեք, ամեն ինչ օրենքի դաշտում։ Հիմա վերադառնանք Գեղարդին։ Խոստովանվեց Գարեգինը իր շուրթերով, չէ՞ որ ես նվիրել եմ բանի Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին։ Ինչի՞ հոր բաններ, դուքյաններ, իջներ հանե նվիրելա։ Դե թող պետությունը սա վերցնի փաս, գնա եւ այնտեղ ասի լմյատարի, քու շուրթերով դու ասեցիր։ Էս ինչ ասեցիր։ Եվ ոչ թե քաոս ստեղծի, այդ քաոսի մեջ ինչ խաղեր են խաղում։ Հոգևոր կյանքում այս ձևի խաղեր չի կարելի տալ։ Չի կարելի։ Ուղիղ, ուրիշ բազում օրինակներ ուզում եք տամ, փաստել, որ Գարեգինին կարելի է բռնել։ Գարեգինին Իսկ ինչ գործ ունեք դու բռնել եք նրա կենակցության, թե չէ, մինչև հիմա չգիտեր։ Այդ նույն հարցը տանք երկրի ղեկավարին, նոր իմացավ։ Նոր չիմացավ, ժամանակին կա շարժում, ինքը չաջակցեց։ Այո, ճիշտակարակը կոտրեց այդ շարժման ոգին։ Ինքը կոտրեց շարժումը։ Անունը ոնց էր, նոր երկիր, նոր հայրապետ, այսպես ինչ-որ մի բան էր։ Նոր Հայաստան, նոր հայրապետ։ Ես մասնակցել եմ այդ ամեն շարժմանը, քաչ տեղյակ եմ։ Արդարացի ազնվագույն մարդիկ էին այնտեղ։ Մաքրեմաքուր քրիստոնյա։ Աջակցեց ամի հելել լոլոյա կարդում։ Բայց ես դեմ եմ, որ ասում են պետությունը պետք է անի։ Հենց պետությունը պետք է անի։ Պետությունը չկա առավել արժեք, քան Հայաստանի հանրապետությունը։ Չկա, չի կարա լինի երկրային կյանքի վրա, եթե դու հայ ես, առաջի տեղում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո բխած բոլոր մնացած։ Եթե չկա պետություն, չկա արժեք, չկա ոչ մի բան, չի կարա լինի եկեղեցի։ Ես կարամ 100 անգամ ասեմ եւ նորից կրկնեմ։ Եթե քո եկեղեցին գտնվում է օտար երկրի կառավարման տակ, այդ մեջի գլխավոր հոգեվորականները լինելու են իրանց աշխատողները։ Իրանք չեն լինելու մաքուր հոգեվորականներ։ Չի կարա տես բան լինի։ Դուք պատկերացնում եք իմ ձեռքի տակ լինի, հա, թուրքերի հոգեվոր ողջ մշակույթը, հա, այսպես ասած։ Ես կթողեմ որ իրանց մոտ լինի մաքուր բան, մուլամ։ Տես Վազգեն Վեհապարս ասում էր ես այնքանով եմ քրիստոնյա, ինչքանով դա պետք է գալիս իմ պետականությանը, եթե հիշում եք։ Վազգեն Վեհապարսի խոսքերն են։ Այդ ամենը չփաստված է։ Դուք ունեք հոգեվոր մի հովիվ հայրապետական գային, ով ձեռնտու է ձեր բոլոր թշնամիներին։ Դու հիշում եք Գարեգին-բեի Գորժ Գայլերի հետ ողջագուրված նկարը։ Համացանցում շատ տարածված։ Մի հատ հասարակ հարց. ինչ ընդհանուր թեմա ունեն Վեհապար հայրապետը հայոց եւ Գորժ Գայլերի ղեկավարը, ինչից են խոսում նրանք։ Դրանք քաղաքական գործ են։ Որ իր այդ սարկած ասում են, դա իրական չի։ Ոնց թե չսարկացա։ Ճիշտ հակառակը ասեցին, բացատրությունը տվին այսպես, որ Վեհապարը շատ բարի մարդ է, անցել է մայրաթորի մոտով, ասել արի նկարվենք, նկարվել են։ Այդ է բացատրություն տվեցին։ Բայց ես որ այդ համանդով ասեմ, ինձ չի ասի արի հետդ նկարվեմ, որ հայ եմ։ Հոգեվորականները փախնում են, վախենում են։ Հայտարարություն։
Ես նորից եմ կրկնում, ձեր դեպքը Սա կարելի ասել ձեր դեպքի մասին միայն ծաղիկները մենք պատմեցինք, հա, ճիշտ դուք պատմեցիք, հա, մենք այնտեղ ավելի խորը բաներ Շատ հետո ես չեմ ուզում, տես Այո։ հիմա դու ստիպում ես ինձ շատ փակագծեր բացել, ես չեմ կարողանում, չեմ ուզում։ Ես չեմ ուզում որ դուք շատ փակագծեր բացեք։ Ես այնքան որ ուզում եմ որ հասկանալի լինի մարդկանց։ Ես հասկանում եմ որ շատ բաներ կա որ դուք չեք կարող այս պահին պատմել, Այո։ բայց պետք է նենց լինի որ մարդիկ էլ հասկանան թե մոտավորապես ինչ է կատարվում, հա։ Եվ Կատարվում նա, որ եզրաստը ստեղծում է իր կողքը իր պիղծ տեսակը։ Ոչ համաձայններին արժանացնում է իմ տեսակ պատժով դաստիարակում են այդ տեսեք Խաչատուրի օրը կընկնեք։ Ահա ամբողջ կատարվելիքը։ Ցուցադրելու համար, որպես օրինակ։ Մյուսներուն ցույց տալու համար։ Հայաստանի օրինապահ մարմիններն էլ թող սա լսեն, իմի չգիտեմ օրենքը ինչքան է թույլ տալի ուրիշ երկրում տեղի ունեցածը, բայց վերջով նորից կրկնում եմ, հայոց առաքելական եկեղեցու տարածքում է եղել։ Կապ չունի որ ուրիշ երկրում է։ Հայոց առաքելական եկեղեցու տարածքը դա մեր տարածքն է։ Ճիշտ է, դա դիվանագիտական բան չունի, ստատուս չունի, բայց սա մեր արժանապատվության հարցն է։ Այս մարդիկ Հայաստան մուտք գործելու դեպքում պետք է ձերբակալվեն։ Պետք է ձերբակալվեն եւ Խաչատուր Սարգսակին պետք է կանչեք հարցաքննության։ Այս գործի շուրջ։ Դրա ժամանակը կգա անպայման, ես գիտեմ, որ իրոք նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեջ մի հետևողության դեպքում Եզրաս arczepiskopos Ներսիսյանը եւ ոչ միայն նա բանտում կհայտնվեն։ Հիշեք այս խոսքս։ Կտեսնեք։ Հիմա ինչ վերաբերում է Ռուսաստանին, իրոք ես կուզենայի մի քիչ ցավոտ թեմա է, ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Ես տեսնում եմ ինչա կատարվում եւ ես հիմա կուզենայի վկայություն տալ հետեւյալը։ Ես ծառայել եմ սովետական բանակում Խանլար քաղաքում, Կիրովաբադում, Ադրբեջանում 87-89 թվերին։ Եվ ես լավ հիշում եմ, թե ինչպես էին սովետական սպաները բռնում հայեր, ացիպլենիա էր կոչվում, մեզ տանում էին քաղաք, ացիպլենի, որ քաղաքացիական մարդիկ իրար հետ Խանլարը հայկական քաղաք էր, Կիրովաբադը հայկական քաղաք էր, Գանձակն էր։ Այնտեղ սարերում ամեն մի շուրտված քար բարձրացնում էր խաչքար էր։ Մեջքի վրա ընկած քար բարձրացնում էր խաչքար էր։ Ես հիշում եմ, թե ոնց էին հայկական կոնյակով, տնական կոնյակով, տնական կոնյակ էին շատ սարքում, կամ գինիով ռուսական սպաները ազատ կամ Գետաշեն գյուղը գնացող այդ ավտոբուսներից հայերին բռնում ծախում էին թուրքերի վրա։ Լավ հիշում եմ։ 2-3 անգամ տարան, հետո արդեն էլ հայերին չէին տանում ացիպլենիա։ Այն ժամանակներից արդեն անգիր գիտեմ։ Ես ուզում եմ մի վկայություն տամ, կուզենայի ամենայն լրջությամբ սրան վերաբերվեք, որը ինձ հույս ներշնչողներից է։ 20 թվականի դեկտեմբերի 28-ին էր։ Լիսագորում էինք Շուշի Կարինտակի դիմաց, Շուշիից մի քիչ վերև։ Երբ որ մեզ եկավ մեր հրամանատարը ասեց, որ պետք է իջնենք դիրքերից, հարցրեցի ով է մեզ փոխարինում, ասեց, որ ոչ մեկ։ Ու ասի, որ ես իջնողը չեմ։ Ես չեմ կարող այդ խարանը իմ ճակատին գրեմ ամբողջ կյանքումս։ Ես չի եղել մի տեղ, մի դիրք անձնած լինեմ։ Չի եղել։ Ես չեմ կարող այդպես ապրել ու չէի իջնում ու հաշտվել էի այդ դրկ միտքիս հետ ու արդեն մտածում էի ոնց գնամ, գիշերով գնամ, չորեքթաթ գնամ, որ տիպլավիզորով տեսնեն իմանան վայրի կենթանի է։ Ու դեպի թուրքերն էի գնում արդեն։ Այդ վերջի այդ գիշերը երբ մի չի մնում երկուճար, մի երկ երկեցի համացանցով շատ էր խրխրում մի ժամանակ։ Բայց արդեն հաշտվել էի մահվան հետ ու գնում էի։ Լենդրուսերի գիշեր կարելի ասել չքնա։ Այնտեղ մի երիտասարդ կար, փեշս բռնած, նա գիտեր, որ արի թե գնացող եմ, փեշիցս բռնած քնում էր։ Ես ուզում եմ, որ ով հոգևոր կյանքով ապրում է, մի քիչ ուշադրությամբ լսի։ Գիշերվա ժամին մշուշո դեմքեր, բայց մշուշ, տեսիլք։ Մեկը ռուսերեն բառերով Արցախ, Ռոսիի Դնիպրոստիցը։ Սենց բանարի ասի, ինքս մեջ ասի գլուկներս հասկսվել է արդեն։ Իրե գիշեր չէի քնել։ Մի որոշ ժամանակ հետո, չգիտեմ, 5-10 րոպե, չգիտեմ ինչքան։ Նույն ձայնը ավելի հստակությամբ ռուսերեն լեզվով Արցախ, Ռոսիի Դնիպրոստիցը։ Ես ասի ռուս խաղաղապահներն են եկել երևի, դուս եկա վրանից գնացի մեր բանի չասավոյների մոտ, ասի ռուսներն են եկել այստեղ, բա չէ, ասի բա ով է ռուսերեն խոսում, ոչ մեկ չի եղել։ Էլի բան ասի հաստատ արդեն խենթանում եմ։ Գնացի պարկա երրորդ անգամ, ավելի հստակ, ավելի պարզ, մշուշ էր, բայց դեմք էր։ Ինչ էր չգիտեմ, բայց մշուշ էր, այսև, բայց դեմք էր։ Ավելի հստակ Արցախ, Ռոսիի Դնիպրոստիցը, ես չգիտեմ ինչ է ռուսերեն լեզվով։ Ու աշկսկպե քնել եմ արդեն։ Մի սոր իրիկուն նոր զարթնել եմ։
Ուզում ասեմ, Ռուսաստանը Հայաստանի պարագայում խախտել է մի քանի կանոն, օրենք։ Նա խախտեց բնության օրենքը, նա խախտեց մարդկային օրենքը, նա խախտեց աստվածային օրենքը։ Նման բաներ չեն ներվի հաստատ չեն ներվի։ Հետո Ռուսաստանը գոռում է ուղղափառ երկիր, ուղղափառություն։ Իմ կարծիքով սատանան ցնծում է նման ուղղափառության վրա, ուրախությունից։ Պատկերացնում եք, չէ՞։ Եկեք պրիմիտիվ բաներ մի հատ։ Ուղղափառ Ռուսաստանը կռվում է ուղղափառ Ուկրաինայի հետ։ Ուղղափառ Ռուսաստանը կռվում է ուղղափառ Մոլդովայի հետ։ Ուղղափառ Ռուսաստանը կռվում է ուղղափառ Վրաստանի հետ։ Ուղղափառ Ռուսաստանը վերացնում է ուղղափառ բոլոր ուղղափառ սրբերի ուղղափառ Արցախ աշխարհը։ Ուղղափառ Ռուսաստանը մորթում է ու խոնարհված աղուբիբարը ցանում է Հայաստան, իրեն կռացած տանում թուրքերին ասում արեք երեք այդ ուղղափառ Հայաստանին։ Էս ինչ ուղղափառություն է։ Որն է այդ ուղղափառությունը, ով կբացատրի ինձ։ Դրա համար ասում եմ, այս տեսիլքիս մասին առաջի անգամ եմ ասում, բայց թողում որ հարկնա թող իմանա, որ Ռուսաստանը իրոք ուղղափառության հետ այսպես խաղանելով ինքը իր վերջը կտա։ Անտեսեց ուղղափառ հայրերին մեր բոլոր։ Մենակ գոռալով ուղղափառ ենք, գործով ճիշտ հակառակը ապացուցեց։ Ճիշտ հակառակը։ Սա Ռուսաստանից, որ նորից եմ ասում, ես երկկողմանի հարվածի տակ եմ, թե որպես Ռուսաստանի քաղաքացի, որը այսպես է վերաբերվում, եւ որպես Հայաստանի քաղաքացի, որ իմ երկրորդ հայրենիքը, որ Ռուսաստանը փաստորեն դա փաստ է, մորթեց իմ առաջի հայրենիքին եւ տվեց թուրքերին կերակուր, ու մինչ օրս շարունակում է նույն գործն անել։ Մինչ օրս ոչ ապաշխարեց, ճանապարհը մեկա բոլորիս համար, իմ համար, քո համար, Լենդրուս ջան, մեր հանդիսատեսի համար, Նիկոլ Փաշի համար, Գարեգինի համար, Ռուսաստանի համար, բոլորի ճանապարհը մեկ է, հոգով զղջալ, շուրթերով խոստովանել, մարմնով ապաշխարել։ Բայց այս անձինք ոչ Գարեգին բն, ոչ Նիկոլ Փաշան, ոչ հոգով զղջացել են, ոչ շուրթերով խոստովանվել են, ոչ էլ մարմնով ապաշխարել են։ Դրա համար համարձակվում եմ ասել, որ սրանց վախճանը շատ ծանր կլինի։ Մեծ խնդիր է, ով ավելի ներքի դժոխքում կպապանձվի, Գարեգինը ներքևում կլինի, թե Նիկոլ Փաշան։ Երկնքում անխաղաղ հոգիներ են սպասում Նիկոլ Փաշանից, հարցումներ ունեն տալու։ Այնպես չի, որ այսպես հեշտ կարելի է մարսել դա։ Չի կարա մարսի։ Սա հեշտ մարսվող չի։ Նիկոլ Փաշան հիմա այո, մեծ հնարավորության տեր ոչնչությունը։ Մեծ են հարգարժան ու մեծապատիվ Վարուժան Ավետիսյանն էր ասում, ոչնչություն եղել ես, ոչնչություն կաս, ոչնչությունն էլ կմնաս։ Կարդացեք Վարուժան Ավետիսյանի հայկյան նախագիծը եւ կարդացեք Նիկոլ Փաշայի երկրի հակառակ կողմը ու կարծիք հայտնեք, թե ինչ գաղափարի տեր են այս մարդիկ։ Ով։ Ինչևիցե ես կուզենայի, այ հիմա դու լավ բան ասեցիր, ճիշտ ասած մտքով չէր անցել, թեկուզ իմ դեպքի կապնված հարցերը Հայաստան այս մարդկանց գալուց ինչի՞ չէ թող մեծ հարցեր տվեցվեն։ Ինչի՞ չէ։ Ես ողջունում եմ։ Մտքովս չէր անցել ճիշտ ասած, խոստովանվեմ։ Քանի որ մեծ հույսեր չեմ կապում այս կառավարության հետ, ես շատ եմ վախենում, ասում եմ, ես շատ եմ վախենում, որ սա Նիկոլ Փաշայի գերնպատակը եկեղեցում ապրելն է, այլ ոչ ուրիշ բան։ Շատ եմ վախենում։ Բայց գիտեմ մեկ բան, եկեղեցին մաքրվեց, հայրապետը ճիշտ հայրապետ ընտրեցինք, 100 հատ Նիկոլից Արսապելի մարդ դրեք կառավարության գլխին, պետությունը կկայանա։ Ու համաձայն եմ այն մտքի հետ, որ այո, սա պետքա ժողովուրդը պետության ձեռքով անի։ Այդ որ ասում եմ ժողովուրդը, ես չեմ տարանձնվում։ Որտեւ գլխավոր տերը, հա, որ մեր իմ խոսքերը մանավանդ մանիպուլյացիա չանեն, գլխավոր տերը ժողովուրդն է, ժողովուրդը ամեն ինչի տերն է։ Առանց ժողովուրդ գոյություն չունի ոչ մի բան, անգամ գոյություն չունի հայոց աշխարհ առանց ժողովուրդի։ Եթե ժողովուրդ չկա, հայ ժողովուրդը եթե չկա, հայոց աշխարհի մասին ով պետք է հիշի։ Ոչ մեկ չի հիշելու, եւ ամեն ինչ կորում գեթում է։ Դուք տեսնում եք ինչ է կատարում։ Մեր թշնամին հասկացավ, որ այդ ամեն ինչ կանի հայի ձեռքով։ Օրինակ, եւս մեկ վկայություն տամ։ Հիմա Մոսկվայում հարգելի Լենդրուշ ստեղծում են արհեստական մի պատմաբանի, ազգությամբ հայ, նո գոնե ազգանունով հայ։ Ու այս պատմաբանը տարբեր եթերներով ռասկրուտկա կոչվածը, տարբեր եթերներ են հրավիրում, տարբեր հարցադրումներով ճանաչողականություն են ապահովում, որպեսզի հստակ գիտեմ, հիշեք խոսքս։ Այս պատմաբան կոչվածը մի որոշ ժամանակ հետո, 5 տարի հետո, չգիտեմ ինչքան, մի արտահայտություն կանի, որ ազգովի դրատակից դուրս չեք գա։ Որպես հայ նա մի սուտ կխոստովանվի, Սիսկարեձեի նման, չգիտեմ ու նման, բայց երբ որ հայ շուրթերից այլնում դրատակից դժվար է դուրս գալիս։ Հիմա այս արհեստական պատմաբանին
Դու գիտեք, մեկ սուտը կերակրելու համար 10 ճշմարտություն կտան ձեզ։ Ցանկացած սուտ պակետավորում են ճշմարտություն։ Խաչատուր, մենք արդեն նորմալ մանավանդ գիտակից հայերս արդեն մենք գիտակցել ենք ու հասկացել ենք, որ Մոսկվայի համար աշխատող։ Տեսեք, սա կրկնում եմ, որ իմ խոսքերը մանիպուլյացիան չասեն, ինչ ես Ռուսաստանի հայերին կապնում, իրականում դա մանիպուլյացիա է։ Ես նկատի ունեմ Մոսկվայի համար աշխատող, այսինքն Կրեմլի համար աշխատող հայ ասածը շատ շուտվանից էլ կներեք sense խոսքի համար, փողոցային խոսքի համար ասնավանի չի։ Նրա ոչ մի խոսքը չի կարող լինել այսուհետ, հա, իրանց խոսքը չի կարող լինել որևիցե մի խնդրեմ մեր երկրի համար կամ մեր ժողովրդի մանավանդ գիտակից մասայի համար, որ ընդհանրապես չի կարող խնդրեմ լինել։ Մոսկվայի համար, Մոսկվայի կառավարության, Կրեմլի համար աշխատող հայ ազգանունով մարդկանց ասածը ասնավանի չի։ Պնդում եմ դա, որովհետև Մոսկվայում գտնվող բոլոր կրթօջախները հայկական, վաղուց արդեն հայեցի չեն։ Դա առաքելական եկեղեցին լինի, դա Սոյուզ Արմյան Ռոսիայի լինի։ Ես հիշում եմ մի դեպք, բանի արտգործնախարարության դեմ կանգնած էին, այնտեղ տարբեր պետությունների դեսպաններ գալիս էին գերիների ազատման գործով, երբ որ կանգնած էինք, այլ երկրների ներկայացուցիչները մոտենում էին, զրուցում էին, ինչն է պատճառը, ինչն է խնդիրը, ինչ է պահանջում։ Մեր կանգնած էի Արա Աբրամյանը եկավ թարց նայելով ինձ, թարց ոնց որ թշնամի լինեի կանգնած։ Ներս մտա Հայաստանից։ Կասկածեցի, ասի կարող ինքը չէր։ Հետ գալուց նորից նույն այդ ատելի հայացքը, վրոդի ինչ ես կանգնել այստեղ։ Նույն հայացքով էլի նստավ մեքենան, զարմացել էի։ Սա են մեր Արա Աբրամյանները, մենք գիտենք արհեստական Արա Աբրամյանը միջև հիմա ռուսերեն երկու բառ չգիտի, բայց 60 հատոր գիրք ա գրել։ Գնացեք կարծիք ունես։ Հարգելի Խաչատուր, մեր հաղորդումը մոտենում է ավարտին եւ կխնդրեմ ձեր վերջնական խոսքը։ Նախ շնորհակալ եմ քեզ այս միտքը տալու համար, ես վաղն եւ հետ կզբաղվեմ դրանով, երևի Հայաստանում էլ արժի մի բան անել, մտքով չեր անցել։ Կտեսնեմ, ինչ կարելի անել։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ շատերի սրտով է, մեկը Նիկոլական է, մեկը նրան է հարգում, մեկը Քոչարյան, ինչ պատճառներով։ Մի քիչ խիղճներիդ ուշադրություն դարձրեք, ես նորից եմ ասում։ Ես բռնել եմ արդարության ու ճշմարտության ճանապարհը ու իմ նեղության միջով այդ նեղ ու քարքարոտ ճանապարհներով քայլում եմ։ Մի անցեք ձեր խիղճը եւ ձեր նորից եմ ասում, եթե Նիկոլին թուրք անվանեցի, ինչպես Նիկոլը կասեր, Հռոմի պապից ավելի կաթոլիկ մի եղեք։ Նիկոլը թույլ է տվել եւ ասում եմ, նա ասեց ինձ թուրք ասեք, ես չեմ նեղանա։ Ձեր գրառումների մեջ զգուշ եղեք մի քիչ։ Սա մեկ։ Երկրորդը հոգեորականներին կուզենայի դիմել, եթե լսող կա։ Հարգելի հոգեորականներ, դուք պարտավոր եք հիմա բարձրաձայն եք ձեր ով լինելը։ Պարտադիր կարգով հելեք, ասեք Գարեգին Բ-ն հիանալի հայրապետ է, բայց ձեր կողմը պետք է հայտնի լինի անպայման։ Թե չէ այդ գաղճ վիճակը հարիր չի հոգեորականին։ Այս ինչ լռում եք, որ ինչ, ովքեր եք դուք։ Առավել եւս աններ չեմ ուզում տան, բայց հարգարժան հոգեորականներ, քահանաներ կան։ Հարգելի քահանաներ, դուք պարտավոր եք բարձրաձայն ասեք Գարեգին Բ-ն հիանալի հոգեորական վարդապետը, հայրապետը կամ ոչ, կամ ստորա, բայց ձեր կողմը պետք է հայտնի լինի։ Միանշանակ հայտնի լինի։ Լավ չի այս ձերի շակալի վիճակի մեջ մնալ։ Ոնց թե կարծիք չունեք, հայտնեք ձեր կարծիքը։ Գովաբանեք ձեր հայրապետին։ Որ մենք էլ իմանանք ովքեր եք դուք։ Թե չէ իրոք շուստրի տղերք եք, թե ինչ, ովքեր եք դուք։ Ցույց տվեք, որ դուք հոգեորական եք։ Եթե հոգեորական եք, նորից եմ ասում, կոնկրետ հարցը հստակ է։ Գովաբանեք Գարեգին Վ-ին, եթե դու դրա հետ համաձայն եք։ Բայց անպայման գովաբանեք։ Ասեք, որ մեր վեհապար հայրապետը շատ արդար է ու շատ ճիշտ է։ Միջև բացահայտումները լինեն, որպեսզի ասենք, եղբայր դու դա սա ասեցիր։ Իսկ այս ձև աչք քաշած մնալը լավ չի։ Սա ասում եմ, դու աշխարհիկ բիթի տղերք եք ուրեմն։ Ոչ թե հոգեորականները, ովքեր բացահայտեք, ձերով լինելը բացահայտեք, ասեք ովքեր եք դուք։ Ընդունում եք Գարեգին Բ-ին եւ հնազանդ նրա կողքին եք։ Ու ես մի հատ էլ կրկնեմ, որտեղ Գարեգին Բ-ի հոգին, այնտեղ թող լինի Գարեգին Բ-ի թելողների հոգին։ Ու սա ոչ օրհնանք է, ոչ անեծք։ Վերջում ես կուզենամ ավելացնեմ մի բան, ավելացնեմ որ պարզաբանեմ մի բան, քանի որ իմ հաղորդումներին հոգեորականը ես բազմիցս ասել եմ, որ հոգեորականը չպետք է խոսա քաղաքականության մասին, բայց քանի որ այսօր Խաչատուր Սարգսակը խոսած քաղաքականությունից, բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ ինքը չխոսած որպես հոգեորական, այ որպես Խաչատուր։ Այդպես է, չէ՞։
Միանշանակ ես նորից եմ ասում, իմ ազգին հետաքրքրում եմ, եթե չենք զբաղվում քաղաքականությամբ, ինքն է մեզնը զբաղվում։ Սա իմ անձնական կարծիքն է, ունեք ավելի ճիշտ կարծիք արտահայտվեք։ Ես ունեմ անցած ճանապարհ, ես ունեմ կյանքի փորձ ու ըստ այդմ խոսում եմ։ Եթե գիտեք ավելին կամ համաձայն չեք մտքերիս հետ, ինչ ասեմ, ունեք դրա իրավունքը։ Այսօր այսքանը մեր հյուրն էր Խաչատուր Սարգսակը։ Ստեսություն, հաջողություն։ Ամենայն բարիք, Աստված ընդ ձեզ։